Առավել խոշոր ընկերությունները խոշորացույցի տակ են։ Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հուլիսի 1-ից 10 օր ստուգումներ էր իրականացնում։ Արդյունքում մոտ 54%-ով ավելացել է դուրս գրվող հարկային հաշիվների քանակը։ Եթե 2013-ի հուլիսի 1-ից 10 ընկած ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից դուրս է գրվել 260 000 հարկային հաշիվ, ապա այս տարի այդ թիվը 400 000-ի է հասել։ Այսինքն 140 000 հարկային հաշիվ ավելի դուրս գրվել, օրական դա փոքր թիվ չէ, 14 000 հարկային հաշիվ ավելի դուրս գրվել։ 48%-ով էլ աճել է հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների եւ ծառայությունների գումարը 60 միլիարդ դրամից հասնելով 89 միլիարդի։ Հսկողության 10-օրյակում 61 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքների առաքում, 27 միլիոն դրամի վարչական ակտ է կազմվել։ Միջոցառումներից հետո վարչությունը հարկային հաշիվների դուրսգրման որոշակի նվազում է նկատել, բայց դա մեծ տոկոս չի կազմում։ Հարկ վճարողները սովորում են հարկայինը գնաց կամ օպերվարությունը գնաց, խախտում արձանագրեց, դու գանեց, դա ասում են երևի մի 3 ամիս չեն գա, բայց այսօր այդ մտածելակերպը մեծամասնամը փոխվել է։ Մելքոն Աղաջանյանն ասում է, տնտեսվարողները հիմա արդեն դուրս են գրում ցանկացած գումարի հարկային հաշիվ 1000 դրամից մինչև միլիոններ։ Մենք հսկողությունը մշտական շարունակելու ենք, դա չի դադարեցվելու։ Թեկուզ եթե միջոցառումներ չկատարվի, վերլուծական աշխատանքները մեր մոտից կատարվելու է, Փառք Աստծո, հնարավորություն ունենք օնլայն տարբերակով մենք ամեն ինչ տենում ենք, ինչքան հարկային հաշիվ որ կազմակերպության կողմից դուրս գրվեց։ Առավել ռիսկային համարվող 45 տնտեսվարողների մոտ այսօր էլ ստուգումները շարունակվում են։ Այդ տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կազմում է մոտավորապես տվյալ ոլորտի 50%-ը։ Մենք առավել խոշոր տնտեսվարողներն են։ Մելքոն Աղաջանյանի խոսքով ստուգումների նպատակը ոչ թե տուգանելն է, այլ համատարած փաստաթղթավորման անցնելը։ Դա կբերի ստվերի կրճատման։ Ազնիվ Կարապետյան, Արմաղ Ղարիբյան, ժամը լրատվական։